Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է, ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթի համաձայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգման և խորհրդակցությունների միջոցով։ Նշվում է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացները պետք է առաջ գնան համակարգված ձևով, տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար։ Անկարան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Մեր նպատակն այն է, որ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը, նշում է թուրքական կողմը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կընդունի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, հայտնել է Դաշնության ագնախոսնակ Մարիա Զախարովան։ Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 16-ից 17-ը։ Նա տեղեկացրել է, որ օրակարգում են լինելու երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և դրանց զարգացման հեռանկարները, անդրադարձ կլինի միջազգային հարցերի և տարածաշրջանային զարգացումներին։ Միացյալ Նահանգները վաղ առավոտյան հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ, ըստ կենտրոնական հրամանատարության նպատակն է թուլացնել Իսլամական Հանրապետության կարողությունները, թույլ չտալու, որ դրանք կիրառվեն Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար։ Ամերիկյան ուժերը Իրանի տարածքին էին հարվածել նաև գիշերը, Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերսկսում են իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նաև Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապ ունեցող մի շարք անձանց, ընկերությունների և նավերի նկատմամբ։ Իրանն էլ հարվածել է Բահրեյնում ամերիկյան ուժերին, Քուվեյթում ռազմական նավի, կան տուժածներ։ Թեհրանից նաև հայտնել են, որ Իրանի հարավին վերջին հարվածների հետևանքով առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, շարունակելու են զանգվածային հարվածները, կարող են թիրախավորվել էլեկտրակայաններ և կամուրջներ։ Դոնալդ Թրամփը հավելել է, այժմ չի ցանկանում բանակցել։ Նա մեղադրել է իրանական կողմին ստորագրված հուշագիրը խախտելու համար։ Թեհրանից արձագանքել են, ռազմական գործողությունները չեն ստիպի Իրանին բանակցություններ աղերսել։ Փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն այլևս չի գործում, քանի որ Վաշինգտոնը չի կատարում ստանձնած պարտավորությունները։ Ալ Ջազիրան գրում է, որ Լիբանանն ու Իսրայելը Հռոմում բանակցություններ են վարել և համաձայնության եկել Լիբանանի հարավում գետնին երկու գոտի ստեղծելու վերաբերյալ։ Նշվում է, որ սա փորձնական ծրագիր է։ Մի գոտին ներկայումս գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, մյուսը սահմանակցում է Ցահալի դիրքերին։ Նախատեսվում է, որ իսրայելական զորքերը դուրս են բերվել ու դրանց փոխարեն տեղակայվելու է լիբանանյան բանակը և նշանակվելու են երրորդ երկրի անկախ դիտորդներ։ Այս շրջաններում պետք է բացառվի Հեզբոլլահի գործունեությունը։ Բեյրութը պնդում է, որ այս նախաձեռնությունը տարածվի նաև Լիբանանի հարավային մյուս տարածքների վրա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ կլիներ Իսրայելը հեռանար Լիբանանի և Սիրիայի որոշ տարածքներից։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Սիրիայի նոր իշխանությունը կարող է պայքարել Հեզբոլլահի դեմ։ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առաջիկայում համաձայնության գալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ և գնալ գործարքի։ ԱՄՆ նախագահի խոսքով ինքը շարունակաբար ասում է Կրեմլի ղեկավարին, որ կանգ առնելու ժամանակն է։ Նա չի բացառել, որ պատերազմը կարող է դադարեցվել մինչև իր պաշտոնավարման ավարտը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, Կրեմլը գործող խողովակներով ազդանշաններ է ստանում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հարցի շուրջ։ Դմիտրի Պեսկովի խոսքով դա կարող է տեղի ունենալ իրանական խնդրի կարգավորումից հետո։ Նա հավելել է, որ Կրեմլը ուշադիր վերլուծում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի թարմացված տարբերակը։ Ըստ դրա երկրորդային պատժամիջոցներ են նախատեսվում ռուսական նավթ և գազ գնող երկրների դեմ։ Սակայն որոշ դրույթներ մեղմվել են և ներառում են բացառություններ։ Ի սկզբանե առաջարկվում էր 500%-ի ներմուծման մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների համար, որոնք կշարունակեն ռուսական էներգակիրներ գնել։ Նոր տարբերակում մաքսատուրքի չափը նվազեցվել է 100%-ի։ Իսկ այն երկրները, որոնք Ռուսաստանից գնում են ավելի քիչ, քան նավթի կամ գազի իրենց սպառման 15%-ը, կազատվեն մաքսատուրքերից։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ օրինագիծն ամենայն հավանականությամբ կհաստատվի։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող քաղաքացիական առևտրային նավ, որի անձնակազմի ներկայացուցիչներն ադրբեջանցիներ են եղել, կան տուժածներ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սև ծովի տարածքին։ Դիանա Գասպարյան, լուրեր։